հողիներ հավաքելու համար արեցինք առաջին քայլը եւ հողին հանձնեցինք, հողի մեջ դրեցինք սերմերը, որից հետո ինչ է լինելու երեխաներ։ Այո, ծին է տալու, հողից կյանք է սկսելու, սկիզբ է առնելու հողից նոր կյանք, որպեսզի այնուհետև ծիլը մեզ մեծանա, հասուն ծառ դառնա եւ մեզ ինչ տա պտուղ։ Այս բույսի օրինակով մեր երազանքներն են, որ պետք է սնուցենք, աճեցնենք, մեծացնենք, հոգ տանենք ու քայլեր ձեռնարկենք մեր երազանքներին հասնելու համար, այսինքն նպատակ եւ երազանք դնելու հետ մեկտեղ մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր երազանքներին հասնելու համար։ Ամենաբարձր Երվանդ Պետրոսյան։ Ապրես Երվանդ Պետրոսյանի ամենաբարձրը։ Երեխաների ինչն էր ամենաբարձրը։ Երազանքն արդյոք։ Ո՞րից կամ մեկդաբանի է, ինչպես է երազանք ամեն ինչից բարձր։ Երազանքները մեզ թևեր են տալիս, որոնք կարող ենք աշխարհի բարձրանալ վեր։ Թռչունից էլ վեր թռչել, հասնել մեր երազանքներին։ Մենք քիչ առաջ սերմեցինք, տնկեցինք, ինչ կապ ուներ մեր սերմը երազանքի հետ։ Այ դուք երազանքներ ունեք երեխաներ։ Մեր հեղինակը ամեն ինչից վեր ու բարձր համարել է երազանքը։ Դուք եք համաձայն մեր հեղինակի հետ։ Իսկ ով ինձ կասի, ինչ կապ ուներ մեր սերմը ցանելը մեր դասի հետ։ Մի անգամից այդ երազանքները կատարվում են։ Բայց ինչ է դրա համար։ Պետք է լավ համբերանատար լինեն եւ սպասել։ Գեցեք, պետք է նախ եւ առաջ համբերատար Ու բարի սպասել, խոսքեր ասել։ բայց միայն սպասելը բավական է։ Բայց պետք է համբերատար։ Պետք է ջուրը խնամել, լավ խոսքեր ասել։ Գեցեք երեխեք, մեր երազանքները այս սերմի նման են։ Երբ որ մենք երազանքին պահում, նպատակ ենք դնում, այդ նպատակին երազանքին հասնելու համար միայն սպասելը բավական է։ Ուրեմն պետք է ինչ անենք դրա համար։ Քայլեր պետք է ձեռնարկենք, չէ՞ մեր երազանքին հասնելու համար։ Այսօր ես ուզում եմ ձեզ համար ընթերցել մի առակ, որոնք դուք կփորձեք համեմատել մեր սերմի եւ մեր դասի հետ եւ ինձ կբացատրեք, թե ինչ կապ ուներ այն մեր դասի հետ։ Մի մարդ քայլում էր քաղաքի փողոցներով եւ հանկարծ տեսավ մի տարօրինակ ցուցանակ։ Այստեղ վաճառվում է ամեն ինչ։ Նա ներս մտավ եւ տեսավ Աստծո վաճառասեղանի հետևում կանգնած։ Իսկապես այնտեղ ամեն ինչ վաճառվում է, զարմացած հարցրեց մարդը։ Այո, պատասխանեց Աստված, ինչ ես ցանկանում։ Մարդը սկսեց արագ թվարկել, տեսեք բարի մարդ ինչ է ուզել։ Մարդը սկսեց արագ թվարկել։ Եթե ես ուզում եմ երջանկություն, առողջություն, հաջողություն բիզնեսում, շատ փող, որպեսզի բոլոր երազանքներս կատարվեն։ Աստված ժպտաց, գնաց խանութի խորքը եւ վերադարձավ մի փոքր թղթե տոպրակով։ Եվ սա բոլորն է, բացականչեց մարդը։ Բայց ես այսքան մեծ բաներ էի խնդրել։ Նա ինչի՞ է սպասում երեխաներ։ Մեծ ինչ-որ պարկի կամ ինչ-որ մի բանի է սպասում, բայց մի փոքր թղթե տոպրակ է բերել Աստված։ Աստված հանգիստ պատասխանեց. Որդիքին, ես պատրաստի պտուղներ չեմ վաճառում։ Ես միայն սերմերն եմ տալիս։ Կապ ուներ սա մեր աշխատանքի հետ, ինչ է սա նշանակում, ով ինձ կասի։ Մենք մենակ սերմեր տալիս եւ ցանկում ես համամենիշ դուրս եկան։ Ուրեմն մեր երազանքները միայն հնարավորություններ են երեխաներ, որոնք տրվում են մեզ որպես սերմ, որպեսզի դուք այն իրականություն դառնաք։ Այն մեզ պտուղ տալու համար դուք պետք է այն փայփայեք, սիրեք, անհրաժեշտ քայլեր կատարեք։ Այսինքն երազանքին հասնելու համար մեծ երկար ճանապարհ պետք է անցնեք, անհրաժեշտ բոլոր քայլերը կատարենք։ Այն դուք մտածել եք, բոլորդ երազանք ունեք, չէ՞։ Այո։ Մտածել եք ինչ երազանք պետք է ունենաք, որպեսզի ինչ քայլեր պետք է անեք, որպեսզի հասնեք ձեր երազանքին։ Այո։ Երեխաները ուզում են պապիկը իրենց ասեց, ինչն է կյանքում բարձր, եւ նրանք թվարկեցին ծառներ, ունեն, շագեր, եւ պապիկին ասեցին, պապիկն ասաց, որ չգտան։ Եվ ի վերջո պապիկը ինչն էր համարում Երազանքը, մարդու երազանք։ Մարդու միտքը որտեղ կարող է հասնել։ Մարդու երազանքը տալիս է թևեր, թռչունից վեր կարող է ինքնը հասնել, աննահանջ ու արդյուն կարող է լինել։ Երազանքները պետք է լինեն աննահանջ եւ արդյուն։ Ինչ է նշանակում աննահանջ։ Հետ չի կարող, չէ, հետ չի կանգնում մեր երազանքից, պետք է առաջ։ Այո, երազանքի հարցում պետք չի հետ կանգնել։ Պետք չէ հանձնվել։ Ամենաբարձր Երվանդ Պետրոսյան։ Դե ձեզ տեսնեմ, իմ թորմիկներ, մտածեք ու ասեք, բարձրից բարձրիկ ինչն է կյանքում, ուզում եմ ձեզ լսել։ Պապի խոսքը դեռ չավարտված, բակն իրար անցավ։ Մի տեսնեինք փոքրիկները ինչպես ուրախացան, թևեր առած, բարձրանա եւ դուք։ Ուրեմն երեխաները շատ տարբերակներ թվարկեցին, թե որն է ամենաբարձր բանը աշխարհում, հասան մինչև երկինք, սակայն չգտան, թե որն է ամենաբարձր։
Պապիկը նրանց ուշեց, որ ամենաբարձր մարդու մասը ուզում գալ դասը ներկայացնել։ Հայկ ջան, համեցի։ Երվանդ Պետրոսյան, ամենաբարձր։ Դե ձեզ տեսնեմ իմ թորնիկներ, մտածեք ու ասեք, բարձր ի՞նչն է կյանքում ուզում եմ ձեզ լսել։ Ապի խոսքը դեռ շաբարտած վաղվելի արեցը։ Մի տեսեք ինչ բացակ։ Դա ազանքից թե վերահաց կբարձրանաք եւ դուք։ Կեցես Հայկ ջան, վերջին քառատողը շատ գեղեցիկ հերինակը արտահայտել է, եթե սիրով մեկի դառնալ թևութիկում, ամեն ինչի կհասնենք, չէ՞։ Ինչ է նշանակում դառնալ թևութիկում, կասես մեզ։ Թևութիկում, Այո։ որ մեր երազանքներին թևութիկում։ Ենք գնահատում այսօր Հայկին։ Կանաչ։ Ինչու։ Լավ ասեց։ Ահա։ Ալեն ջան, ինչու։ Լավ ասեց։ Արաբանիչն եմ կսպահեց։ Լավ։ Դու քեզ ինչ ես գնահատում։ Ինչու։ Մի քիչ լավ ասեց։ Մենք քեզ այսօր տեղափոխում ենք կանաչ շար, բայց այն ակնկալիքով, որ մյուս անգամ ավելի հնչեղ ես ասելու, որ մենք տպավորվենք դասում։ Երվանդ Պետրոսյան, ամենաբարձր, ձեզ տեսնեմ, իմ թորնիկներ, մտածեք ու ասեք, Բացի ինչ եկավ, ուզում եմ դասել, ապի խոսքը դեռ շաբարտած վաղվելի դառնալ թևութիկում երազանքից թե վերահաց կբարձրանաք եւ դուք։ Մի քիչ տապում ես։ Եվ բահանից պետք է փորձես ասես։ Ալբերտ ջան, դու այս կյանքում ունես որևէ մեկին, ով քեզ թևութիկում ու բոլոր հարցերում։ Հա, կասես մեզ ով է։ Ինքի Ալբերտը։ Իսկ մեզ կասես ինչ է նշանակում աննահանջ։ Որ հետ չի գնում, միշտ առաջ է։ Այո, չի զիջում։ Ինչ է նշանակում աղբյուր։ Երազանքները ինչպես կարող են աղբյուր լինել։ Հիշենք։ Հիշեք եւ քայլեր Առաջ։ ձեռնարկենք երազանքին։ Մարտասները։ Ինչ եք գնահատում այսօր Ալբերտին։ Առաջ։ Ինչու։ Մարկը կաս ինչու Մարկ ջան։ Լավ պատմեց։ Եվ իրենսեց։ Արականություն դեպք։ Լավ։ Հայկ ջան, ինչու ես կանաչ տեղափոխում Ալբերտին։ Լավ ասեց, արականությունը պահեց։ Դու քեզ ինչ գնահատես այսօր։ Ինչու։ Քեզ այսօր կանաչ եմ տեղափոխել։ Միայն ուզում եմ ասել, որ շատ ես շտապում, կարելի չկա այդքան շտապելու։ Հանգիստ կարող ես ասել, քեզ տեղափոխել կանաչ, բայց այն ակնկալիքով, որ մյուս անգամ լիարժեք արտասանես ու լիարժեք կանաչ լինի, լավ։ Ձեզ տեսնեմ իմ թորնիկներ, մտածեք ու ասեք, բարձր ինչն է կյանքում, ուզում եմ ձեզ ուզել, պապի խոսքը դեռ շաբարտած վաղվելի իրար անցավ, մի արած կբարձրանաք եւ դուք։ Ապրես, Նարեկ ջան։ Նարեկ ջան, դու երազանքներ ունես։ Իսկ ունես այնպիսի երազանք, որը կփոխի աշխարհը կամ կփոխի մյուս մարդկանց կյանքը։ Այ ես նկատեցի, որ քո երազանքը ընդհանրական է բոլորի համար է։ Ո՞րն է քո երազանքը։ Ոյ, կեցես, դու ընդհանուր հայրենիքի համար երազանքն ես։ Կարող ենք օգտակար լինել երեխաներին։ Ինչպես։ Մեծանալ մեծին որտեղն է եւ գնանք։ Տղաները որոշեցին, որ հայրենիքը կպաշտպանել, իսկ լավ սովորեք, այո, աննահանջ լինեք ձեր երազանքների նկատմամբ։ Կանաչ։ Ինչու։ Լավ ասեց, արաբանությունը պահեց։ Արաբանությունը։ Նարեկ ջան, դու քեզ այսօր ո՞ր շարք, լուսացույցի ո՞ր շարքում կթողնես։ Ինչու։ Առոգանությունը պահեցի, ու այդ կարող էի ավելի լավ, ես քեզ հետ համաձայն եմ, բայց դեռ ինչ շարքի հետ համաձայն չեմ, ես քեզ այսօր կանաչ շարք կտեղափոխեմ, անցիկ տեղափոխել քեզ կանաչ։ Ես անչում գնահատում։ Ամենաբարձր, Երվանդ Պետրոսյան, ձեզ տեսնեմ իմ թորնիկը, մտածեք ու ասեք, բարձր ինչն է կյանքում, ուզում եմ ձեզ լսել։ Կյանքից թե վերադարձ կբարձրանաք եւ դուք։ Ապրես, ինչի՞ց ես կարծիք կազմում մարդու մասին։ Իմ մտքերից, իր կատարած գործերից, Վերադարձակին կգրես աննահանջ։ աննահանջ։ Բարատտրի բառերը նայել ես։ Բացատրես ինչու կրկնակն է։ Անա ածանցավոր է։ Անա ածանց է։ Անա ածանց է, նահանջն է, բար։ Այո, աննահանջ արմատին ավելացել է ան ածանց է։ Անը նախածանց է թե վերջածանց։ Նախածանց։ Ինչու։ Որովհետև չեմ Այո, բարի սկզբից է ավելացել։ Շատ լավ, Արգիշտին այսօր ինչ կգնահատենք երեխաներ։ Լուսացույցի ո՞ր բույն կտեղափոխենք Արգիշտին։ Կանաչ։ Ինչու։ Որովհետև լավ է։ Որովհետև լավ պատմեց, Արաբանությունը
Չպահի։ Ալվիշտի ջան, քեզ ո՞ր շարք կտեղափոխես։ Ինչու։ Ո՞ր բանը քեզ դուր չկար։ Ես գոհ եմ այսօր քեզնից, ցանկանայի առողջությունը մի փոքր ավելի լավ պահեիր, անգիրը սովորելիր, գիտեիր, բառերին տեղյակիր, բառադեպի բառերին ծանոթ, անհատացանցեր հիշում ես, կեցես։ Ամենաբարձր Երվան Պետրոսյան։ Դե ձեզ տեսնեմ իմ թորներ, մտածեք ու ասեք բարձր ի՞նչն է կյանքում։ Ուզում եմ ձեզ պապի խոսքը դեռ չավարտած, բակը իրանացավ։ Մի տեսնեք ինչպես ուրախացան երեխաներ։ Մեկ ծանր Բառերի ինչ եմ գնահատում, որ շարք ենք տեղափոխում։ Ինչու։ Բառերը մի քիչ փոխեց, առոգանությունը չպահեց։ Փոքր ընդհատումներով էր եւ առողջություն չպայս։ Լավ, իսկ ասեմ ես գնահատում։ Դու ինքդ քեզ այսօր ինչ ես գնահատում։ Ինչ է նշանակում դեղինը։ Ինչու դեղին տանում քեզ։ Որ մի քիչ չէ։ Որ մյուս անգամ Ավելի լավ։ Դե որ մի գնա տեղափոխի։ Երվան Պետրոսյան, ամենաբարձր, դե ձեզ տեսնեմ իմ թորնիկեր, մտածեք ու ասեք, բարձր ինչն է կյանքում, ուզում եմ ձեզ լսել, փոքրիկներ ինչքան ուրախացան, ծառն է բարձր, մեկը կանչեց, տունն է բարձր, մեկը չէ։ Գնահատում։ դեղին։ Ինչու։ Մի քիչ լավ խոսեց։ Առոգանությունը չպահեց։ Քեզ ինչ ես գնահատում։ Կարմիր։ Ինչու։ Չի ասում։ Ահա, ինչը դուրս չեկա։ Մի բան մոտ չասեցի։ Նախ ասեմ, որ ես քեզ հետ համաձայն չեմ, դու աշխատել էիր, դասը գիտեիր, պետք չի քեզ թերագնահատել, իհարկե աշխատելու տեղ ունեիր, բայց աշխատել էիր անգիրը գիտեիր, մի փոքր առողջություն պահեցիր, ես քեզ այսօր դեղին շարք կտանեմ մենք բոլորով, որովհետև դու ավելի լավ կարող ես ու քեզից ավելի լավ ենք սպասում։ Տանում ենք դեղին շարք, այն ակնկալիքով, որ դու մյուս դասին հայտնվելու ես որտեղ։ Կանաչ շարքում, իսկ կարմիր շարքը լրի անպատրաստների համար։ Յուրաքանչյուրս երազանք ունենք երեխաներ։ Այո։ Երազանքին հասնելու համար ինչ քայլեր ենք ձեռնարկում, ինչ երազանքներ ունենք այս աշխատանքին ծանոթանալու համար, որպեսզի ես յուրաքանչյուր երազանքին ծանոթ լինեմ եւ հասկանամ, թե դուք ինչ քայլեր եք ձեռնարկում։ Կարևորը հենց այս տարիքից քայլ ձեռնարկել երազանքին հասնելու համար։ Այո։ Անկախ տարիքից բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք մեր երազանքներին հասնելու համար։ Դրա համար այսօր ունենք փոքրիկ աշխատանք, իմ երազանքը, յուրաքանչյուրս դնում ենք մեր երազանքը այս գեղեցիկ պարկի մեջ, որտեղ պետք է դնենք մեր երազանքները ու մեր երազանքներին հասնելու ճանապարհը քայլը քայլ։ Մեր երազանքները երեխաներ նման են սանդուղքի։ Պետք է վերևից աստիճան առ աստիճան այսպես հասնենք մեր երազանքի կատարմանը եւ յուրաքանչյուր դեպքում մենք պետք է անենք քայլ։ Ամեն մի քայլը մոտեցնում է մեր երազանքին, թե ոչ երեխաներ։ Մեր քայլերը մեզ մոտեցնում են, տանում են դեպի մեր երազանքը։ Գրում ենք մեր երազանքը, ինչ է մեզ անհրաժեշտ մեր երազանքին հասնելու համար, ով կարող է օգնել մեզ եւ ինչպես նաեւ ինչ դժվարություններ պետք է շարունակել, պայքարել եւ հասնել երազանքին։ Պարկի վրա գրելու եք անուն ազգանունները, պարկի վրա անուն ազգանունը գրի։ Երազանքի մեր տակառիկը ներկում են ուզած գույնով, մեր երազանքի ինչ գույն ունի։ Այն նախագծը դեպի, վա, պայծառ, արևոտ գույն է, ներքից դեպի։ Աշխատանքները բարձրացնում ենք, ես տեսնեմ։ Կեցեք, բոլորս պետք է երազանքներ ունենանք։ Բոլորիս մեջ ինչ եք հասկանում, բոլորի մեջ արև կա, նախադասությունը ասում։ Ինչ ենք հասկանում երեխաներ։ Բոլորի մեջ դիպում կա։ Ունեք հստակ քայլեր, որոնցով կարող ենք հասնել մեր երազանքին։ Սա տվեք ինձ։ Մենք անընդհատ սրան հետևելու ենք, նայելու ենք, հետևողական ենք լինելու, տեսնեմ այս քայլերը, որոնք այստեղ ներառել եք։ Կատարում եք թե ոչ։ Մարդու մեջ էլ արև կա։